Վստահեցնում եմ, որ հատկապես զոռով միջոցառումների բերվողները շարքային քաղաքացուց մինչև ոստիկան քո մարդիկ չեն, քեզ չեն ընտրելու, թեկուզ նրա համար, որ դավադիտ են եղել, ամեն անգամ բերման ենթարկվել, մեկ որպես հարսանիքի մասնակից, մեկ որպես խուլ գյուղի բնակիչ, որը Փաշինյանին անակնկալ հանդիպել է, մեկ որպես քույրչի խուժան, որը հարձակվում է լրագրողների վրա, մեկ որպես հանցագործ, որ եկեղեցում փակում է խոսացողների բերանը, նրանք ձեզնից հոգնել են։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բացի այն, որ ժողովրդի ճնշող մեծամասնության գնահատմամբ հանցագործ են, դավաճան են, նաև մոդա չեն, ժամկետանց են։ Իսկ երբ մոդան անցնում է, հետևից այլևս չես կարող վազել, անցել, պրծել է արդեն։ Դուք նախկին եք արդեն։ 90-ականներին թուրքական սվիտեր էր մոդա, հագնում էին, հետո մոդան անցավ, էլ չկան։ Հիմա էլ ոչ ոք դրանցից չի հագնում։ Դուք էլ եք այդ թուրքական սվիտերի նման մոդայից դուրս արդեն։ Բոլոր նրանք, որ ասում են Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է օգտագործելու ու հաղթի, արդեն ունեն ապացույց, որ Փաշինյանի վարչական ռեսուրսը չի աշխատում։ Սա Փաշինյանի վարչական ռեսուրսն է, որ բաց միջոցառմանը, որտեղ բազմաթիվ կամերաներ ու հսկիչներ կան, ստուգողներ կան, այդ պետաշխատողները չեն գալիս, վաղը գնալու են փակ գաղտնի քվեարկությանը Նիկոլ ընտրեն, չեմ կարծում։